Ինչեր ասես, որ չեն տեսել մեր խորհրդարանն ու խորհրդարանականները 36 տարիների ընթացքում։ Արյունոտ ոճիր, հաշվեհարդար ու ձեռնամարտ, փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ, հայոյանքներ։ Խորհրդարանում ու խորհրդարանական տեղերի համար պայքարում իհարկե չպետք է տեղ լինի բռնությանն ու կոպիտ գռեհիկ խոսքին։ Չնայած այս ամենին, իսկական օրենսդիրները իրենց գործը կատարել են պատշաճ։ Շուրջ 9000 որոշում, 7000-ից ավելի օրենք ու 1500 միջազգային պայմանագիր։ Սրանք հենց այնպես թվեր չեն, նորանկախ Հայաստանի խորհրդարանի աշխատանքների կոնկրետ արդյունքն ու վիճակագրությունն է։ Եկեք վերհիշենք Հայաստանի երրորդ հանրապետության ազգային ժողովների համառոտ պատմությունը։ 1990 թվականին, երբ Հայաստանը անկախացման շեմին էր, ձևավորվեց առաջին գումարման գերագույն խորհուրդը։ Մեծամասնական ընտրակարգով ընտրվեցին 260 պատգամավորներ։ Խորհրդարանում երկու քաղաքական ուժեր՝ կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ խմբակցությունները։ Օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որը մեկ ամիս անց հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գերագույն խորհրդից հետո առաջին գումարման ազգային ժողովը ընտրվեց 1995-ի հուլիսի 5-ին։ 150 մեծամասնական, 40 համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվեցին։ Անցողիկ շեմը 5% էր և այն հաղթահարեց 5 կուսակցություն։ Հանրապետություն միավորումը ունեցավ 50%, Շամիրամը 20%, ՀԿԿ-ն 15%, ԱԺՄ-ն ու ԱԵՄ-ը 7.5%։ Ձևավորվեց նաև երկրապահ պատգամավորական խումբը։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։ 1998-ի փետրվարի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ, նախագահը, ապա ազգային ժողովի ղեկավարությունը հրաժարական տվեցին։ Ազգային ժողովի նոր նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին գումարման ազգային ժողովը աշխատանքները ավարտեց 99-ի հունիսի 9-ին։ Երկրորդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1999-ի մայիսի 30-ին, 131 պատգամավորից 75 ընտրվեց մեծամասնական, 56 համամասնական ընտրակարգով։ Շեմը հաղթահարեցին 6 կուսակցություն և դաշինք։ Միասնություն դաշինք 42% ստացավ, Կոմկուսը 12%։ Ավելի քիչ ձայներով խորհրդարան անցան Իրավունք և միաբանություն դաշինքը, ՀՅԴ-ն, Օրինաց երկիրը, ԱԺՄ-ն։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը։ Այս խորհրդարանում տեղի ունեցավ Հայաստանի ամենաողբերգական պատմություններից մեկը։ Հոկտեմբերի 27-ը զոհվեցին ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահի տեղակալները, պատգամավորներ, նախարար։ Ազգային ժողովի նոր նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը։ Երկրորդ գումարման ազգային ժողովը աշխատեց մինչև 2003-ի մայիսի 14-ը։ Երրորդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2003-ի մայիսի 25-ին, պատգամավորական տեղերը 131 թիվը և համամասնությունը չէր փոխվել։ 75 համամասնական և 56 մեծամասնական։ Շեմը հաղթահարեց 6 կուսակցություն և դաշինք։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացավ 24%, Արդարություն դաշինքը 14%։ Ավելի քիչ ձայներով անցան Օրինաց երկիրը, ՀՅԴ-ն, Ազգային միաբանությունը, Միավորված աշխատանքային կուսակցությունը։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, 2006-ի մայիսի 22-ին հրաժարական տվեց, նրան փոխարինեց Տիգրան Թորոսյանը։ Երրորդ գումարման ազգային ժողովի վերջին նիստը տեղի ունեցավ 2007-ի ապրիլի 9-ին։ Չորրորդ գումարման ազգային ժողովի ընտրություններում 131 պատգամավորից արդեն 90-ը համամասնական, 41-ը մեծամասնական ընտրակարգով ընտրվեցին։ Այս ընտրությունները տեղի ունեցան 2007-ի մայիսի 12-ին։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը։ 2008-ի սեպտեմբերի 29-ին նա հրաժարական տվեց, եկավ Հովիկ Աբրահամյանը։ Ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուներ 64 մանդատ, Բարգավաճ Հայաստանը 25, ՀՅԴ-ն 16 պատգամավոր, ավելի քիչ Օրինաց երկիրն ու Ժառանգությունը։ 2008-ի փետրվարին երկրի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, օրեր անց տեղի ունեցավ հաջորդ արյունոտ ոճիրը, մարտի 1-ը։ Երևանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի։ Չորրորդ գումարման ազգային ժողովը աշխատանքները ավարտեց 2012-ի մայիսի 31-ին։
5-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2012-ի մայիսի 6-ին, համամասնականի ու մեծամասնականի հարաբերակցությունը նույնն էր, ստեղծվեցին 6 խմբակցություններ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը բացարձակ մեծամասնություն էր, արդեն ուներ 69 մանդատ, Բարգավաճ Հայաստանը 37, Հայ ազգային կոնգրես, Օրինաց երկիրը, Հույդան ու Ժառանգությունը 5-ից 7 մանդատ, ազգային ժողովի նախագահ նորից ընտրվեց Հովիկ Աբրահամյանը 2014-ի ապրիլի 13-ին, Աբրահամյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը։ 6-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017-ի ապրիլի 2-ին քարոզիա պատերազմի տարելիցի օրը։ Մեծամասնական ընտրակարգ այլևս չկար, համամասնականով ընտրվեց 105 падգամավոր։ Ընտրություններին մասնակցեց չափած բնակչության 61%-ը, խորհրդարան անցավ քաղաքական 4 ուժ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նորից մեծամասնություն էր 58 մանդատով, Ծառուկյան դաշինքը ստացավ 31, ելքը 9, Հույդան 7 մանդատ։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, որ այս ու նախորդ մի քանի ընտրություններում կարևոր դեր ուներ ընտրակաշառքը։ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2-ին հանրապետության նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ։ Իրադարձությունները այլ ընթացք ունեցան, սկսվեց Իմ քայլը շարժումը։ Հանրային մեծ ճնշման ներքո ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ներկայացրեց հրաժարական։ Մայիսի 8-ին ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ, հոկտեմբերի 16-ին նա ներկայացրեց հրաժարական։ 6-րդ գումարման ազգային ժողովը գործեց 1.5 տարի եւ արձակվեց օրենքի ուժով, 2 անգամ վարչապետ չընտրելու պատճառով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ Արտահերթ ընտրություններին մասնակցեցին 11 քաղաքական ուժեր, 9 կուսակցություն, 2 դաշինք եւ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.6%-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որ նախորդ երկու խորհրդարաններում մեծամասնություն էր, այս անգամ նույնիսկ անցողիկ շեմը չհաղթահարեց։ Իմ քայլը դաշինքը ստացավ ձայների մոտ 70%-ը, սա ազգային ժողովի պատմության մեջ երբևէ արձանագրված ամենաբարձր տոկոսն էր։ Խորհրդարան անցան եւս 2 ուժեր։ Օրենքի ուժով այդ կուսակցությունների մանդատների թիվը ավելացավ, ընդհանուր падգամավորների թիվը դարձավ 132, Իմ քայլը դաշինքը ստացավ 88 մանդատ, Բարգավաճ Հայաստանը 26, Լուսավոր Հայաստանը 18։ Վարչապետ նշանակվեց խորհրդարանական մեծամասնության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Այս ազգային ժողովը նախորդի նման եւս շուտ ավարտեց իր աշխատանքը 44 օրյա պատերազմից հետո ներքաղաքական իրավիճակը այնքան էր սրվել, որ նշանակվեցին նոր արտահերթ ընտրություններ։ 2021-ի հունիսին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորվեց 8-րդ գումարման ազգային ժողովը։ Մասնակցեց ընտրություններին չափած բնակչության մոտ կեսը 49.3%-ը։ Ռեկորդային մեծ թվով 26 կուսակցություններ եւ դաշինքներ ներգրավեցին ընտրապայքարում, արդյունքում ռեկորդային փոքր թվով ընդամենը 3 քաղաքական ուժեր տեղ ունեցան խորհրդարանում։ Այն էլ մեկը, պատիվ ունեմը, չէր հաղթահարել անցողիկ շեմը եւ անցավ օրենքի ուժով։ Մեծամասնություն դարձյալ կազմեց իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը ստացավ 71, Հայաստան դաշինքը 29, պատիվ ունեմ դաշինքը 7 մանդատ։ Գործող ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանն է։ 8-րդ գումարման ազգային ժողովը կշարունակի աշխատանքը մինչև չձևավորվի նոր 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ինչպիսին կլինի 9-րդ գումարման ազգային ժողովը, դեպի ուր կընթանա Հայաստանը։ Սա մեր ընտրությամբ իշխանության եկող քաղաքական ուժերի որոշելիքն է։ Իսկ եթե մի քիչ էլ հումորով, ապա նոր խորհրդարանից էլ նոր ոչինչ սպասել պետք չէ։ Նորից փոքրամասնությունը խոսելու է, մեծամասնությունը քվեարկելու։ Հարցը միայն նրանում է, թե ինչպես կբաշխվեն տեղերն ու դերերը եւ ովքեր կլինեն դերակատարները՝ հին, ներկա, թե նոր։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։